Երբ Իրանի նախագահ Մազուդ Փեզեշքյանին հարցնում են Հայաստանով անցնող ճանապարհի մասին, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին եւ ամենակարճն է, նա խոսում է երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձ հարգելու կարեւորության մասին։ Հետո արդեն անմիջապես առաջ է բերում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհը, որը շրջանցում է Հայաստանն ու անցնում Իրանով։ Ձևակերպում է, թե այսպիսով այդ հարցը լուծվում է։ Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգ ավարտելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ այս նախագիծը կապահովի անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև եւ միևնույն ժամանակ կհեշտացնի կապը Ադրբեջանի եւ Թավրիզի, Արդաբիլի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։ Այս ճանապարհը, որի ադրբեջանական հատվածը ըստ Ալիևի արդեն կառուցված է, հենց իրենք Ադրբեջանի իշխանություններն էլ փաթեթավորում են որպես այլընտրանք իրենց հնարած Զանգեզուրի միջանցքին։ Ապրիլի սկզբին իր կազմակերպած տխրահռչակ համաժողովում Ալիևը ասել էր, չեն կարող նստել ու սպասել Երևանի որոշմանը։ Իրանի հետ պայմանավորվածությամբ կկառուցեն ճանապարհ, որը կշրջանցի Հայաստանը, վերջինիս կթողնի փակուղում։ Ամբողջովին նույն պայմաններով է Երևանը ճանապարհ առաջարկում Բաքվին, բայց Բաքուն նախընտրում է թեհրանական տարբերակը՝ ավելի երկար ու ավելի Ինչ բլեֆ է անում այսպիսով Ալիևը։ Քաղաքագետն ասում է, Հայաստանից ուզածը միջանցքն է առանց հայերի վերահսկողության, եթե հիմա համաձայնի ճանապարհի տարբերակին, ապա ըստ էության կփակի միջանցք փոկելու հնարավորության պատուհանը, իսկ իրանական ճանապարհը ժամանակ շահելու միջոց է, հատկապես այն դեպքում, երբ Իրանը բոլորովին դեմ չէ իր երկրով ադրբեջանական անցուդարձին։ Լիովին դեպի Իրանին, որ այդ հաղորդակցության ուղիները անցնեն Իրանի տարածքով, Ադրբեջան Նախիջևան, ինչը մեծացնում է իր ազդեցությունը, այդ իմաստով իսկ Հայաստանի տարածքային ամբողջականություն գոնե այդ հատվածում, այսինքն աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիությունը Իրանի համար կարմիր գիծ է, ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ որովհետև իրենք հյուսիսից ավելի խոցելի են դառնում։ Թեև իրանական ճանապարհը ավելորդ գլխացավանք է Ադրբեջանի համար, բայց Ալիևի հաշվարկները թույլ չեն տալիս աջակցել հայկական խաղաղության խաչմերուկին։ Դա կարող է Հայաստանին օգուտներ բերել, մյուս կողմից կարող է շարքից դուրս գալ, միջանցքով կամ Սյունիքը ադրբեջանցիներով բնակեցնելու սցենարներով հայկական հողերին տիրելու Ալիևյան պլանը։ Իսկ եթե սպասում է ռազմաքաղաքական հարմար առիթի սահմանային սադրանքով կամ բանակցություններով միջանցքի պահանջը վերաշարադրելու, ապա ո՞րն է այդ հարմար առիթը։ Ինչ որ փուլում կարող են հրաժարվել ինչ որ մի պլանից, ինչ որ փուլում մեկ այլ պլանից դրանք փոխել, բայց վերջնանպատակը իրենք չեն փոխելու։ Հիմա խանգարում է այն, որ դեռևս հստակություն չկա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Թուրքիա հարաբերություններում, բավականին կոշտ է Իրանի դիրքորոշումը այդ հարցում, բարձրացած կոնսենսուս չկա, որ Ադրբեջանին թույլ կտար այդ հարցը լուծել։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որը ինքնուրույն որոշում ընդունի հարձակվել մեկ այլ ինքնիշխան պետության վրա։ Պաշտոնական Երևանը ամեն հարմար առիթով է ասում Հայաստանի սուվերենության շրջանակում պատրաստ է ճանապարհ տրամադրել, նույնիսկ բեռների ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցված տարբերակ է առաջարկում, բայց Բաքուն նախընտրում է շարժակազմը տանել ու բերել իրանական ճամփեքով։ Դիվանագիտական համբերությունը մտածված է հանուն Զանգեզուրի միջանցքի։ Տիգրան Ույգուրղինյան, ժամը լրատվական։